Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Առիթը եւ բովանդակությունը այս հավաքի այնպիսին է, որ միանշանակ շատ ավելի մեծ մասնակցայնություն պետք է լիներ, բայց ամեն դեպքում եկեք արձանագրենք այն հանգամանքը, որ այսօր հավաքվել ենք Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիա դեսպանատան դիմաց, նախ եւ առաջ մեր շնորհակալությունը հղելու Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի, ազգային խորհրդի բոլոր այն անդամներին, որոնք որ դեռևս 2024 թվականի դեկտեմբերին ընդունել են բանաձև, որը կոչվում է Խաղաղության համաժողով Լեռնային Ղարաբաղի համար, եւ որի հիմնական ուղերձը այն է, որ Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը համաձայն չէ այն ամենի հետ, ինչ կատարվել է Արցախի ժողովրդի հետ, եւ գտնում է, որ Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենալ լսված լինելու, պետք է ձևավորվի հարթակ, որը հնարավորություն կտա Արցախի ժողովրդին ներկայանալու եւ քննարկելու իր իրավունքները, այդ թվում նաեւ վերադարձի իրավունքը։ Գիտեք, սա շատ կարևոր նշանակալի քայլ է եւ ինձ համար անձամբ որևէ ձևով տարօրինակ չէ, որ այդ քայլը հենց նախաձեռնվել է եւ իրականացվել է Շվեյցարիայի նման պետության կողմից, որովհետեւ տարիներով, չեմ սխալվի, դարերով դա մի պետություն է, որը մշտապես իր գործով ապացուցել է, որ բարձր է գնահատում եւ առաջնային է համարում մարդու իրավունքներն ու հումանիզմը եւ պատրաստ է շարունակել լինել այդ հարցում առաջամարտիկ պետություն։ Եվ որպեսզի շատ երկար նախապատմություն չտամ, ուզում եմ ուղղակի եւս մեկ անգամ հիշեցնել, որ այսօրվա հավաքի նպատակներից մեկը նաեւ նա է, որ մեր խնդրանքը ուղենք Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավորներին, թվով 46 հոգի, մարդիկ, ովքեր սույն թվականի մարտի 18-ին քննարկելու են խորհրդարանում նույն բանաձևը ընդունելու հարցը։ Եվ եթե այս պալատում եւս բանաձևը ընդունվեց, ապա այն օրենքի ուժ է ստանում եւ դրանից բխում է, որ Շվեյցարիայի կառավարությունը պետք է համապատասխան քայլերը ձեռնարկի այդ բանաձևում ամրագրված պարտավորությունները եւ պատասխանատվությունը ի կատար ածելու համար։ Ես ուզում եմ այստեղ հավաքված բոլորի անունից եւ 100 հազարավոր մեր հայրենակիցների անունից դիմել Շվեյցարիայի կանտոնների խորհրդի կամ պարլամենտի վերին պալատի անդամներին եւ ասել, որ ստորին պալատի կողմից ընդունված բանաձևը մեր ժողովրդի համար որպես հույսի եւ լույսի շող է։ Եվ մենք ուզում ենք, մենք խնդրում ենք, որ վերին պալատը եւս հավատարիմ մնա մարդու իրավունքների, հումանիզմի գաղափարներին եւ եւս կանաչ լույս վառի այդ բանաձևի համար։ Կանգնի, ինչպես ասում են, պատմության ճիշտ կողմում եւ իր քայլով եւս մեկ անգամ ապացուցի, որ Շվեյցարիայի նման պետությունը հարց չէ տեղի ունեցողի հետ, հարց չէ 150,000 անձանց բռնի տեղահանության, էթնիկ զտման, նրանց պատմական մշակութային ժառանգության ոչնչացման, նրանց հայրենազրկման հանգամանքի եւ իրավիճակի հետ։ Եվ ոչ միայն հարց չէ, այլ նաեւ պատրաստ է ստանձնել պատասխանատվություն այդ անձանց իրավունքները պաշտպանելու համար։ Մենք այսօր մեր հավաքի վերջում նաեւ նամակ ենք փոխանցելու, որը ուղղված է լինելու Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարին, որը ըստ էության եւս խնդրանք է պարունակում կառավարության դիրքորոշումը հօգուտ այդ բանաձևի արտահայտելու եւ հօգուտ մարդկանց խախտված իրավունքների վերականգնման արտահայտելու։ Ես ուզում եմ հիմա խոսքը փոխանցել Ալվարդին, այնուհետև խոսքը կտանք Արցախի
Հանրապետության ազգային ժողովի նախագահի պարտականությունների կատարող պարոն Բաղունցին, որպեսզի հայերենով տեքստը ներկայացնի նամակի եւ ամենավերջում ես կարճ անգլերենով եւս կարճ ուղերձ կհղեմ շվեյցարացիներին, Շվեյցարիայի պատգամավորներին եւ այդպիսով կամփոփենք մեր հավաքը։ Խնդրեմ։